Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունն իրականացվում է դեռևս 1993 թվականից։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետն այդ ժամանակ առաջնորդական փոխանորդն էր Արարատյան հայրապետական թեմի։ Նրա օրհնությամբ և տնօրինությամբ երջանկահիշատակ Տեր Կարապետ Քահանա Գլրջյանը կանոնավոր այցելություններ էր իրականացնում Կոշ քրեակատարողական հիմնարկ։ Հետագայում հոգևոր ծառայությունն առավել համակարգված ու նպատակային դարձնելու նպատակով 2003 թվականին Նորին Սրբության տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ստեղծվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը, որը մինչ օրս սերտորեն համագործակցում է Արդարադատության նախարարության և նրա իրավասության ներքո գործող քրեակատարողական վարչության հետ։ Կարող ենք արձանագրել, որ ծառայությունը բավական օգտակար, օգտաշահ ներբերում ունի դատապարտյալ անձանց համար, որովհետև մենք բազմաթիվ առիթներով առնչում ենք դատապարտված, խցարկելված անձանց հետ, դրանք ուղեկցում են զրույցներով, բանախոսություններով, սուրբ հաղորդություն, խոստովանություն, աղոթ, ժամերգություն, մկրտություններ, սուրբ պատարագ, եկեղեցական այս բոլոր խորհուրդները, դրսևորումները, առնչությունները, արտահայտությունները չեն կարող իրենց շահեկան հոգենորոգ ազդեցությունը չներբերել դատապարտյալների շրջանում։ Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայողն իր առաքելությունն իրականացնում է 3 հիմնական ուղղություններով։ Օգնում է, որպեսզի ազատազրկված մարդը վերանայի իր կյանքը, նպաստում է բանտային ծառայողի հոգևոր կյանքի զորացմանը, ինչպես նաև իրականացնում է հոգևոր, բարոյական և սոցիալական աջակցություն ազատազրկվածների ընտանիքներին։ Մենք տարբեր հաճախականությամբ ենք լինում տարբեր բանտերում, ամսվա մեջ նվազագույնը 1-ից 2 անգամ, առավելագույնը 5-ից 6 անգամ, բայց եթե այնպես է ստացվում, որ մի կարճ ժամանակահատված որևէ տեղ չենք կարողանում հաճախել, դիցուք 1-2 շաբաթ կամ այնպես է ստացվել 3 շաբաթ բանտում չենք եղել, երբեմն այդպես լինում է, շատ հազվադեպ, բայց լինում է։ Ուրեմն դատապարտյալների փնտրտուքը, իրենց գործողությունները հոգևորականին փնտրելու, իրենց մոտ կանչելու, բերելու, լավագույն վկայություններից մեկն են, որ մարդիկ ցանկություն ունեն, կապվածություն ունեն հոգևորականի հետ։ Այս տարիներին կառույցի ակտիվ գործունեության արդյունքում քրեակատարողական հիմնարկներում կառուցվել են եկեղեցիներ, մատուռներ, տեղադրվել խաչքարեր, ստեղծվել են հոգևոր անկյուններ։ Հոգեխնամ առաքելությամբ քահանաները հաճախ այցելում են նաև դատապարտյալների հիվանդանոցում բուժվող ազատազրկված մարդկանց։ Հոգևոր ծառայությունն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավորությունը համագործակցում է այլ երկրների նմանատիպ կառույցների հետ։ Լինում են փոխադարձ հանդիպումներ և քննարկումներ, սպասավորներն ակտիվ աշխատանք են տանում դատապարտյալների ընտանիքների հետ, նրանց ցուցաբերելով հոգևոր և նյութական աջակցություն։ Յուրաքանչյուր մարդ ունի իր հավատքից բխող պահանջներն, ասում է հայր Իսահակը։ Մեր կյանքում պակասող բարին, լուսավորը, գեղեցիկը շատ սուղ է նաև ցանկապատից այն կողմ։ Հոգևորականի պարտքն է լինել մարդու կողքին նաև անազատության մեջ և վարակել նրան աստվածային լույսով և լավատեսությամբ։ Լիաննա Չիչակյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։